Գիշերվա երևի ժամը 2-3-ն էր, ինձ թվում է հուսով եմ ոչ մեկ չի լսել ինձ, երեխաները չեն լսել։ Ինչ զգացիք, երբ հասկացաք, որ ձեր սրտի տակ մեկ այլ սիրտ է զարկում։ Եվ սկսեցի շատ բարձր լացել։ Պապային հիշեցի ու ոնց որ ուզենամ պապայի հետ խոսամ։ Դուք 40 տարեկանում մայրացաք։ Համարյա արդեն 6 ամիս է, 6 ամսական։ Երբ իմացաք, որ հղի եք, առաջին շնորհակալությունը ում հայտնեցիք։ Պապային Արեգ, որովհետև Աստված ինձ երեխա է ուղարկել հայրիկիս մահվան օրերին։ Գիշերը կարծես թե հայտնվեց, ինձ նայեց, ժպտաց ու գնաց։ Եթե աղջիկ լինի շատ թիթիզ, եւս մեկ թիթիզ իր կերպարով մեկին է մեծացնելու։ Այսքան ժամանակ չի շարժվել Արեգ ջան, կներես, ինքը ուշադիր ինձ լսում է, տեսնի իր մաման ինչ ձև է խոսում։ Մենակ ասում էի արի, արի, արի։ Եկավ։ Ինձ համար իմ հայրը հիմա այնտեղ Աստված է եւ ինքը կարծում եմ ամեն ինչ տեսնում է եւ երեխային ուղարկել է այն ժամանակ, երբ որ պետք էր։ Okay, դու մի խոսա, ես որպես մամա թող խոսամ։ Տանջում է ինձ։ Ընտանիքի հետ համատեղելը մանավանդ երբ որ ամուսինդ խանդոտ է, Արեգ ջան։ Բարև ձեզ, բարև ձեզ։ Օպալյա, Արեգ ջան։ Ճիշտ հասակ, հա, ողջույն Լիլի ջան։ Լավ է։ Հրաշալի, դուք ասեք, դուք ինչպես եք։ Ես մտածում եմ պայուսակս թողնեմ ներսում, թե վերցնեմ։ Թող մնա ներսում, հարցազրույցը կանենք, վերջում արդեն պայուսակը կվերցնենք եւ կգնանք գիշերային Ամերիկան վայելելու, համաձայն եք։ Այո։ Մեզ դեռևս որևէ պայուսակ պետք չի։ Okay։ Լիլի ջան, ինչպես արթնացաք եւ ինչպես հասաք։ Արեգ ջան, ինչպես տեսնում ես, ես դեռ չեմ արթնացել, քննադատաղ եմ, քանի որ գիշերը քիչ եմ քնել, մի 3 ժամ։ Գալուց ես չէի վարում, քնել եմ, հենց նոր եմ արթնացել, դրա համար համ արթնացել եմ, համ չեմ արթնացել։ Չեք արթնացել, բայց ամեն դեպքում շատ չեք ուշացել, ընդամենը 1 ժամ 10 րոպե։ Հա, ինչպես միշտ, Արեգ ջան, անհնար է Լիլին ինչ-որ տեղից չուշանա, որովհետև դե հասկանում եք, մինչև Արեգ ջան գնում եմ մազ եմ սարքում, մինչև մեյքափ եմ անում, այդ հələ չեմ քնում, որ ամեն ինչ հասցնեմ անեմ, եթե ես նկարահանման եմ, երբ որ նկարահանման եմ, ընդհանրապես չեմ քնում, առավոտյան շուտ արթնանում եմ, գնում եմ մազ, մեյքափ, տենց լիքը բաներ ու էլի ուշանում եմ։ Այդ նույն հոգեվիճակը եւ կարգավիճակը նաեւ Հայաստանում է, թե Ամերիկայում այս վիճակը ել ավելի փոխվեց, ել ավելի բարդացավ, ել ավելի դժվարացավ, քանի որ ասում են Ամերիկայում շատ դժվար է մեկ օրվա մեջ մի քանի գործ հասցնելը։ Եթե մեկ գործ կարողանում ես հասցնել, ուրեմն շահեկան օր ես ունենում, այդպես է։ Հա, այդպես է Արեգ ջան, բայց իմ մոտ ոնց որ այդ բնավորությունը մանկուց է։ Այսինքն մանկուց սիրել եք ուշանալ։ Չեմ սիրել, այդպես է ստացվել։ Արեգ ջան, ամեն տեղից ես մանկուց ուշանում եմ։ Մաման էլ է պատմում, որ փոքր ժամանակ Չէ, օքեյ, ես մտածում եմ, հա, հանգիստ կարան քայլենք Արեգ ջան։ Եթե հանկարծ ընկնեմ, ոչինչ, դա կլինի հետաքրքիր ինչ-որ։ Այո։ Խաղաղ օվկիանոսի ափին զբոսնելիս, հա։ Հայ Արեգ ջան, երևի մենք ճիշտ ասած ընտանիքով ամեն շաբաթ իջնում ենք օվկիանոսի կողմ, ունենք արդեն ընտանեկան ավանդույթ, ամեն կիրակի օր, Արեգ ջան, հա, լավա որ բռնեցի, որովհետև քիչ որ այսպես իջնում ենք, հա, խնդիրներ կարող է առաջանալ։ Հետո ես կրունկներով եմ, հա։ Իդեպ ձեր կոշիկները, բարձրակրունկները շատ հետաքրքիր է։ Շնորհակալություն։ Շատ յուրահատուկ է։
Լիլիական է։ Այո։ Հավանաբար ձեր տեսահոլովակից է։ Չէ, առաջին անգամ եմ հագնում, Արեգ ջան, եթե ես ինչ որ մի բան, ինչ որ մի տեղ երևացել է, կապ չունի, կոշիկ է, հագուստ է, աքսեսուարներ են, ես դա այլ նկարահանման արդեն հիմնականում չեմ օգտագործում, այդպեսի բնավորություն ունեմ։ Ես առաջին անգամ եմ տեսնում ձեր այս մատանին, մեր օպերատորին խնդրենք թող ֆիքսի մոտիկից։ Այո, այս ցեպի հետ միասին։ Ֆիքսենք նա Լիլին առանձին։ Լիլի, Շնորհակալություն։ դու պարզապես պայթեցնում ես Ամերիկա։ Շարունակենք։ Շնորհակալություն, այո, շարունակենք։ Պայթեցնում ես։ Այ Արեգ ջան, սիրունը։ Ունենալու ենք այսօր այստեղ հետաքրքիր հարցազրույց։ Այո, ինձ թվում է մինչև իջնենք, ես արդեն քնից կարթնանում, ես դեռ քնած եմ անկեղծ։ Լիլի, մեր հեռուստադիտողներին ասենք, հենց մի Սիրելի անգամից, հեռուստադիտողներ, այո։ որ Լիլին այսօր երկարատև դադարից հետո խոսելու է կարևոր իրադարձությունների մասին։ Հուսով եմ կարևոր։ Ոչ միայն կարևոր, ես ավելացնեմ, էքսկլյուզիվ հարցազրույց է տեղի ունենալու, բացառիկ, քանի որ Լիլի Մորտոյի վերջին հարցազրույցը տեղի է ունեցել 2 տարի 4 ամիս առաջ եւ Հա, վաղուց հարցազրույց չեմ տվել Արեգ ջան։ Եվ այդ հարցազրույցը եղել է Հայաստանում, երբ հյուրընկալվել էիք ինձ մոտ։ Այո, վերջին անգամ Արեգ ջան, քեզ եմ հարցազրույց տվել, հա։ Եվ դրանից հետո երկարատև դադարից հետո տեղեկացնենք մեր հետևորդներին, որ Լիլի Մորտոն պատմելու է այն ամենը, ինչը տարիներ շարունակ լիլիական ոճով թաքցված պահել է, խնամքով պահել է։ Բացի այդ։ Ահա։ Լիլի ջան, դուք էլ կարող եք լրացնել։ Չէ, ես ուզում եի ասեի, որ ինչ որ գաղտնիքներ կա լիլիական, որ ես դրանք երբեք չեմ բացում։ Բայց այսօր ես վստահ եմ, որ ինչ որ մի քանի գաղտնիք կբացեք, քանի որ շատ եք գեղեցկացել, իսկ ձեր նման կին երևույթ առեղծվածը չի կարող գաղտնիքներ չունենա, առավել եւս չբացի։ Եվ խոսելու ենք շատ կարևոր մի թեմայի մասին, ինչի՞ մի շատ թեմաներից կարծում եմ։ Շատ չէ։ Դե Արեգ ջան, քեզնից էլ է կախված ինձնից էլ, բայց կարծում եմ, Ես կփորձեմ ջանալ։ Ահա, ես էլ։ Առաջարկում եմ մոտենանք օվկիանոսին կամած հերվից զմայլվենք, 1-2 հարցեր այստեղ խոսենք եւ շարունակենք եւ ցույց տանք մեր հետևորդներին, թե մենք ինչպիսի բարձունքի վրա ենք եւ մենք որտեղից ուր ենք գնալու, որպեսզի մեր հետևորդների համար եւս հետաքրքիր վիճակ լինի, այսպես անենք, Լիլի ջան, ձեր ձեռքը տվեք, մենք այսպես գեղեցիկ ձևով այսպես շրջանցում ենք այս մասը։ Այսպես օպերատորները մեր հետ աշխատում են, այս գեղեցիկ ֆոնը մենք ունենում ենք։ Այո։ Մեր օպերատորները նաև ֆիքսեն, թե մենք որտեղ ենք, ինչ ժայռի գագաթին ենք։ Անդնդախոր զորեր։ Այստեղ մենք հաճախակի ենք գալիս։ Շատ գեղեցիկ տեղ է շատ։ Շատերի միջալյուց չգիտեն այս տեղի մասին, Ամերիկայում բնակվող։ Հրապարակենք տեղը որտեղ է։ Հա, մենք նախանց չենք, Արեգ ջան, ինչպես ասեմ։ Մենք գտնվում ենք Խաղաղ օվկիանոսի այն ափին, որտեղ գտնվում է Լա Մատադոր բիչը, ասեցի Լիլի։ Երջանիկ եք։ Այո։ Ուրա բոլորը կիմանան։ Պատրաստ եք։ Այո։ Ես ձեր ձեռքը խնդրեմ եւ գողանամ ձեր պրոդյուսերից։ Այո։ Եվ առաջանանք դեպի օվկիանոս։ Այսպես գնանք։ Արի մի հատ կոֆե լցնեմ Արեգ ջան։ Ես լցնեմ։ Ես սիրով կհյուրասիրեմ։ Իդեպ տեղեկացնեմ, որ սա հենց Լիլի Մորտոյի անձնական օգտագործման թերմոսն է եւ նա տանը իր արդար ձեռքերով, իր դիզայներական ձեռքերով եւ համ ու հոտով սուրճ է պատրաստել։ Այո։ Եվ մենք հենց այստեղ Խաղաղ օվկիանոսի ալիքների ներքո Լիլի պետք է խառնեի։ Չէ, օքեյ։ Ալիքների ներքո համտեսելու ենք այս սուրճը։ Լիլի, Այո։ ինչպես հասակ ներքև։ Ներքև ի նկատի ունես կրունկների հետ կապված, հա։ Հեշտեր, հա։ Չէ, ես փոխեցի իմ կոշիկները, Այո։
հանգիստ իջել եմ, նստել եմ ու նորից փոխել եմ։ Խոսում ենք արևից, այստեղի միևնույն ժամանակ նույն ժամանակահատվածում Երևանում ձյունառատ է, մինուսներ են, սառնամանիք է։ Մենք այստեղ Դե գնացեք, մենք նստել ենք ծովի ափին, տակ, դուք էլ այդտեղ մրսում եք։ Լիլի, Այո։ արդեն Ամերիկայում եք։ Արեգ ջան, սեպտեմբերին կլինի 3 տարի։ 2.5 տարի արդեն տեղափոխվել ենք։ Կապանից Երևան, Տրանզիտ։ Երևանից Հոլիվուդ։ Այո։ Այս անցումը ինչպես անդրադարձավ ձեր աշխատանքի, ձեր այստեղ հարմարվելու այդ կարևոր գործընթացի վրա։ Երկիր եք փոխել, հոգեկերտվածք եք փոխել, ինչպես եք այստեղ հարմարվում։ Հա, Արեգ ջան, ես բնավորություն ունեմ ընդհանրապես, եթե տեղանք եմ փոխում կամ ապրելակերպ եմ փոխում, ես շատ արագ հոգեբանորեն ինքս ինձ վրա աշխատում եմ մի 2-3 օր եւ անցյալը թողնում եմ այնտեղ, որտեղ կար, տեղափոխվում եմ ապագա, ներկա ապագա։ Նույնը կատարվել է նաև, նույնը եղել է Երևան տեղափոխվելիս, Կապանից Երևան եւ հիմա Ամերիկա տեղափոխվելիս։ Անցյալից խոսեցիք, Լիլի, նախորդ մեր հաղորդման ժամանակ ասացիք, որ անցյալում բավականին շատ դժվարությունների եւ ծանր օրերի միջով եք անցել։ Այո, մենք եթե չեմ սխալվում, անցած հարցազրույցի ժամանակ քիչ թե շատ Այո։ Ուզում եմ իմանալ այդ անցյալի դառը էջերը այսօր Ամերիկայում հաճախ են ձեզ ուղեկցում հիշողությունների տեսքով, հուշերի տեսքով։ Արեգ ջան, հիմա գտնվում եմ մի կարգավիճակում, չգիտեմ դա ինչի հետ է կապված, կամա թե ակամա, շատ հաճախ հիշում եմ իմ մանկությունը, երևի ես Երևանում գտնվելու ժամանակ այդքան իմ մանկությունը չեմ հիշել, ինչքան հիմա։ Մանկության հետ կապված շատ հետաքրքիր է, որ հիշում եմ հիմնականում դրական, լավ, ուրախ պահերը, եթե նույնիսկ տխուր եւ վատ պահերը հիշում եմ, ելի դրական պոզիտիվ կերպով եմ դա հիշում։ Շատ հետաքրքիր է, չգիտեմ, կամ ինձնից է դա, որովհետեւ ես ընդհանրապես պոզիտիվ մարդ եմ, անկախ նրանից, թե ինչ դժվարություններ եմ ունեցել կամ ունենում եմ կամ դեռ կունենամ, ես փորձում եմ միշտ պոզիտիվ եւ ուրախ ապրել։ Ինչը իրականում, իդեպ ասեմ, շատերին դուր չի գալիս, չգիտեմ ինչի։ Բայց ուշադրություն չեք դարձնում, չէ՞ նրանց։ Երբեմն գիտեք ինձ ինչն է զայրացնում, միգուցե դա սխալ է, ես էլի հաճախակի դրա վրա աշխատում եմ, զայրացնում է շատ կներեք մարդկանց, չգիտեմ ինչ բառ օգտագործեմ, տհասության, անգրագիտության աստիճանը զայրացնում է անկեղծ։ Օրինակներով կասեք, դա որ մասով են ձեզ զայրացնում եւ այդ ժամանակ նրանք ի ցույց են դնում իրենց տգիտությունը։ Արեգ ջան, հենց մեկը նրա հետ կապված, որ եթե ես ենթադրենք ինչ որ պոզիտիվ ուրախ հոլովակ եմ դնում, նախ սկսենք նրանից, որ հասարակությունը, մեր հայությունը, հասարակությունը ինձ ճանաչել է Women's Club-ից, չէ, ավելի շատ դրանից առաջ էլ միգուցե, բայց ավելի շատ ինձ սկսել են ճանաչել հումորի ասպարեզից։ Բայց ամեն դեպքում մինչև այդ քլաբը մտնելը դուք որպես ինստագրամյան բլոգեր բավականին մեծ հայտնիություն եւ ճանաչում եք։ Այո, բայց այդքան հայտնիություն չէ, ինչքան Women's-ից հետո ես խոստովանում եմ եւ կարելի է ասել, որ հանրությունը ինձ ճանաչել է հումորի ասպարեզից, չէ։ Հիմա ես ու դա ինձ շատ է դուր գալիս։ Ես ընդհանրապես պոզիտիվ ուրախ մարդ եմ, հումորը ինձ շատ է դուր գալիս։ Հիմա երբ որ ես փորձում եմ ամեն ինչը ներկայացնել հումորի տեսանկյունից, չգիտես ինչու, մարդիկ դա իրենց
ինչպես ասում են, իրենց մակարդակի ուղեղի աստիճանի ձևով են չափում, հա, այդ ամեն ինչը, այսինքն եթե ես ինչ որ հումորային տեսահոլովակներ եմ նկարում կամ հումորային տեսանյութեր եմ տեղադրում, դա նրանց համար անմակարդակություն է, տհասություն է, հիմա կներեք մի հատ սենց օրինակ պիտի բերեմ, հիմա կասեն, օй դու որտեղ ես իրանք որտեղ են, հա, ենթադրենք Միսթր Բինը, Չարլի Չապլին, չէ, իրանք էլ ինչքան IQ-ով բարձր խելացի Օքսֆորդ, Քեմբրիջ ավարտած մարդիկ են, հա, ու իրանց ֆիլմերը, իրանց ընդհանրապես ամեն ինչը, էլի եթե հայերի աչքերով նայենք, այդ տհասություն եւ անգրագիտություն է։ Ուղղակի մարդիկ չեն հասկանում, որ մարդը ունի օբրազ, ինչպես են ասում հայերեն կները, կերպար, հա, եւ եթե այդ կերպարը իրան դուր է գալիս, ինքը շարունակում է, կապ չունի, դա կլինի հումորի ասպարեզ, դա կլինի, չգիտեմ, ով ուզում է լինի։ Ու մի բան էլ է հետաքրքիր, եթե ես ենթադրենք լինեի հոլիվուդյան աստղ, հա, ինչպես ենթադրենք Միսթր Բինը, ինձ լրիվ ուրիշ ձև կնայեին, բայց եթե ես հայ եմ, Հայաստանից եմ, ուրեմն ես անգրագետ եմ, ասեմ անմակարդակ եմ, այ դա ինձ արած Մարիկ ջան։ Դուք այսօր դրա իրավունքը չունեք բնավ եւ բացարձակ զայրանալու։ Այո, Թե ինչու հաղորդման ընթացքում մենք կխոսենք։ այո։ Ամերիկա, Հոլիվուդ։ Երկար ժամանակ է շատ չեք երևում, հարցազրույցներ չեք տալիս, բայց տեսահոլովակի հետևից բաց եք թողնում։ Մեկը մեկից գունեղ, մեկը մեկից հումորային, մեկը մեկից այսպես լիլիական։ Այո, լիլիական, լավ նշեցիր։ Հատուկ ձեր կերպարին բնորոշ։ Այո։ Ինչպիսի առաջարկներ եք այստեղ ստացել Լիլի, որոնք թե մերժել եք, թե պատրաստվում եք իրականացնել։ Նախ սկսեմ նրանից, Արիկ ջան, որ Ամերիկա տեղափոխվելուց հետո Հայաստանում գտնվող գրեթե բոլոր պրոդյուսերներ, ռեժիսորներ մի խոսքով արդեն երբ որ հասկանում են, որ դերասանը կամ երգչուհին, չէ, երգչուհին մի քիչ դեռ չէ, բայց դերասանը, դերասանուհին մի խոսքով տեղափոխվում են այլ երկիր, արդեն դժվար է լինում առաջարկներ անել, որովհետև տեղափոխվել նորից այնտեղ մի քանի ամիս ենթադրենք նկարահանվել, ինչ որ հաղորդման, ինչ որ պրոյեկտի, ինչ որ ֆիլմի, մի քիչ ավելի դժվար է, մանավանդ եթե արդեն ընտանիք ունես, այսինքն մենակ չես ապրում։ Առաջարկներ շատ են լինում, այստեղ երբ որ տեղափոխվել ենք եւ հիմա էլ շատ առաջարկներ եմ ունենում, բայց գրեթե բոլորը մերժում եմ, հիմնականում հայկական ինչ որ պրոյեկտներ, ֆիլմեր, հաղորդումներ, չգիտեմ, ինչու, որովհետև այստեղի առաջարկները հայերի կողմից, հայկական TV-ներից, հայկական ֆիլմեր, հաղորդումներ, Արիկ ջան, մի քիչ իմ սրտով չեն անկեղծ որ ասեմ, եւ ես երբ դեռ նույնիսկ հայտնի չէի, դեռ նոր էի սկսում, ինչ որ քայլեր էի անում, եթե ինձ ինչ որ առաջարկներ էին անում, կապ չունի, դա ֆիլմ է, հաղորդում է, ինչ որ փոքրիկ նույնիսկ տեսանյութ էին, ես անպայման մտածում էի, թե դա ինձ ինչ կտա ապագայում։ Այսինքն ես այդ հաղորդման միջոցով կամ այդ տեսանյութի միջոցով կամ այդ ֆիլմի միջոցով ես մի քայլ առաջ կգնամ, թե կմնամ նույն տեղում, թե հետ կգնամ։ Եթե ես հասկանում եմ, որ դա ինձ ոչինչ չի տալու, այսինքն ես դրա շնորհիվ մի քայլ առաջ չեմ գնա, ապա ես այդ առաջարկը միշտ մերժում եմ, ինչը եղել է Ամերիկայում գրեթե բոլոր առաջարկների դեպքում, չնայած այն բանի, որ ունեցել եմ նաև ամերիկյան ունեցել եմ Netflix-ի կողմից շատ հայտնի հաղորդաշար է, ինքը սենց մի քիչ սերիալի նման է, զույգերով գնում ապրում են ինչ որտեղ, շատ պոպուլյար Netflix-ի շոու է, այո։ Ինձ այնտեղ պետք է լիներ 6 զույգ, զույգերից մեկը
մի աղջիկը ես պետք է լինեի, ես մերժել եմ, որովհետև բնականաբար երբ որ դու ամուսնացած ես, այդպիսի շոուների չես կարող մասնակցել, բայց ինքը շատ պոպուլյար շոու է։ Եթե լինեի մենակ, միգուցե չմերժեի, բայց եթե դու ամուսնացած ես, ընտանիք ունես, դժվար է։ Ունեմ էլի առաջարկ, ունեցել եմ էլի առաջարկներ, Արիք ջան, բայց շատ դժվար է, եթե դու ուզում ես մտնել Հոլիվուդ, ինչը ինձ հետ եղել է, երբ որ ես տեղափոխվել եմ Ամերիկա, ես եկել եմ լրիվ այլ նպատակներով, այլ երազանքներով, բայց ընտանիքի հետ համատեղելը, մանավանդ երբ որ ամուսինդ խանդոտ է, Արիք ջան, եթե նրան միևնույն չես, ապա շատ դժվար է ընտանիքի հետ ես ընդհանրապես կարողանում եմ ամեն ինչը համատեղել, ընտանիք, երեխա, կարիերա եւ այլն եւ այլն, եւ դեռ շատ բաներ կարող եմ համատեղել, կհամատեղեմ, բայց անկեղծ եթե ամուսինդ խանդոտ է, մի քիչ չի ստացվում այդ ամեն ինչը, Հոլիվուդ մտնելը առավել եւս, որովհետեւ Ամերիկա տեղափոխվելուց հետո շատ դոկումենտալ ֆիլմեր եմ դիտել, ընդհանրապես արտիստների մասին, հոլիվուդյան արտիստների մասին, երգիչներ, երգչուհիներ, դերասաններ, Արիք ջան, այնտեղ այնպիսի բաներ են կատարվում, ես հասկացա, որ ինչքան էլ ես երազեմ դրա մասին, ես պատրաստ չեմ այդ կյանքը մտնել, որովհետև դա շատ ծանր, շատ դժվար կյանք է, եւ եթե նույնիսկ դու դրան պատրաստ ես, ապա մենակ այն դեպքում, եթե դու միայնակ ես։ Եվ նկատի ունեք ոչ հայուհուն բնորոշ, դա նկատի ունեք։ Չէ, տեսեք, եթե հայուհի ես, նույնիսկ դա էլ կապ չունի, եթե դու հայուհի ես, մտնում ես Հոլիվուդ, բնականաբար դու ինչ որ տեղերում պետք է քո հայուհու կերպարից արդեն դուրս գաս, որովհետև անհնար է մտնես Հոլիվուդ եւ ինչ որ մի պրոյեկտում նկարվես, մնաս այդ կետում, օքեյ, բայց եթե դու փորձես ավելի առաջ շարժվել, ավելի հայտնի դառնալ Հոլիվուդում, ապա դու չես կարող հայուհու կերպարում մնալ, դու պետք է Թե հայուհու, թե բարոյականության, հա։ Այո։ Տեսանք շատ գերաստղեր, ինչ հետաքրքիր, ճակերտավոր թեմաներում էին եւ ինչ հետաքրքիր մեր սիրած դերասանների մասով ինչ հետաքրքիր դրվագներ բացահայտվեցին։ Ինչևէ, Լիլի, խոսեցիր, որ ամուսնական կարգավիճակը քեզ որոշ հարցերում փորձում է որ ել ավելի զուսպ լինել։ Այո։ Շատ տարբեր առաջարկների այդքան էլ միանգամից չհամաձայնել։ Լիլի, միանգամից հարցնեմ։ Ոնց կուզես, Արիք։ Լիլի, ինչ զգացիք, երբ հասկացաք, որ ձեր սրտի տակ մեկ այլ սիրտ է զարկում։ Այ Արիք ջան։ Ինչ հասկացա, ինչև հասկանալը ես արդեն դրան պատրաստ էի, Արիք ջան։ Գրեթե հիմա ճիշտն ասած չգիտեմ, հանդիսատեսը ինձնից կզգա թե չէ, բայց համարյա արդեն 6 ամիս է։ 6 ամսական։ Բան չմնաց Արիք, 3 ամիս։ Շատ անհամբեր սպասում եմ երբ եմ իրեն տեսնելու, այսօր իմիջայլոց, երբ որ ես դիմահարդարումից վերադառնում էի տուն, շատ բարձր երաժշտություն էի լսում մեքենայի մեջ, երգում էի, պարում էի, կարծես ինքն էլ էր պարում, որովհետև անընդհատ շարժվում էր, անընդհատ այդ ամբողջ ընթացքում ու ես հարցում ասում դուր ա գալիս քեզ շատ հետո խոսում էի, շատ հետաքրքիր էր։ Այսպես ասած, սպասելի հղիություններ սա, պլանավորած հղիություններ, թե այո, շնորհներ։ Չէ, պլանավորած գիտեք ինչ առումով, երբ որ հասկանում ես արդեն ժամանակն է, այդ առումով պլանավորած, բայց իհարկե Արեգ, միշտ ամեն ինչ Աստծո ձեռքերում է, եթե նույնիսկ դու պլանավորես շատ բաներ քո կյանքում, լիքը բաներ կարող է քո ցանկությամբ լինել, լիքը բաներ ոչ, հենց Աստծո կամքով։
կարծում եմ իմ կյանքում ընդհանրապես ամեն ինչը եղել է ճիշտ ժամանակին, երբ որ ես ցանկացել եմ, երբ որ դրա ժամանակն է եղել, երբ որ դա ինձ պետք է եղել, եւ կարծում եմ այդ ամեն ինչի մեջ Աստծո մատն է խառը։ Լիլի, այդ զգացողությունների մասին խոսենք։ Դուք առհասարակ հրապարակում եք ձեր տարիքը։ Տարիքը։ Այո, ինձ հաճախակի են։ Ես ընդհանրապես իմ հետևորդների հետ շփվում եմ, սիրում եմ շփվել։ Ես գիտեմ ձեր տարիքը, չեմ ուզում բարձրաձայնեմ, եթե կարելի է, բարձրաձայնենք։ Չէ, ես Արեգ ջան, հակառակը միշտ իմ տարիքը հպարտորեն եմ ասում, որովհետև շատ քիչ 40 տարեկան աղջնակներ կան, ովքեր 50-ի տեսք չունեն, 40-ի տեսք չունեն, Ձեր տեսքը ես արդեն պատկերացնում եմ, որ 90-ում էլ է նույնը լինելու։ Դուք ոչ միայն արտաքինով եք երիտասարդ, այլ ձեր լիլիական կերպարից դուրս Լիլիթը մեկ այլ էության մեջ է, մեկ այլ տիրույթում է։ Այո։ Ձեզ եթե չճանաչեն իրականում ով է Լիլիթը, պատկերացում կազմում են Լիլի Մորտոյով, կնշանակի, որ 90%-ը կորցրել են։ Այո, եւ ես դրա համար շատ ուրախ եմ, Արեգ, որ ինձ շատերը չեն ճանաչում, ինձ շատ քիչ մարդիկ են ճանաչում, շատ նեղ ընկերական եւ բարեկամական շրջանակներում շատ ուրախ եմ դրա համար։ Ինչու, որովհետեւ երբ որ քեզ բոլորը ճանաչում են, դա հետաքրքիր չէ, Արեգ։ Իսկ երբ որ շատ քչերն են ճանաչում եւ հանկարծ պատմում են քո մասին ինչ որտեղ է, չեն հավատում մարդիկ եւ հանկարծ ինչ որտեղ մի անծանոթի հետ ծանոթանում ես, շփվում ես, այսպես շոկի մեջ են։ Ես սիրում եմ դա։ Լիլիթ Մորտոյի կերպարի եւ կերպարից դուրս մեկ այլ կերպարի մասին դեռ կխոսենք, բայց խոսենք կարևոր Աստվածատուր այդ շնորհի մասին, որը Աստված ընծայեց ձեզ։ Դուք 40 տարեկանում մայրացաք։ 40 տարեկանում կմայրանամ, Արեգ։ Այո, սեպտեմբերին կլինեմ 40, մայիսին երեխան կծնվի։ Մայիսին երեխան ծնվում է եւ 2 ամիս, 3 ամիս հետո ես 40 տարեկան եմ լինում, այո։ Այդ մասով երբևէ խոսել եք տիրոջ հետ, քանի որ յուրաքանչյուր աղջիկ արդեն 7-8 տարեկանից արդեն մտածում է հարսի շորի մասին, խաղում է տիկնիկների հետ, ինչպես է ինքը ունենալու այդ տիկնիկը, այդ փոքրիկ ձագուկը խնամելու, պահելու, որն էր աղջկանից դեպի կին այդ անցման հղիության շրջանի Լիլի Մորտոյի մտքերի այդ մեխը։ Երբ որ ապրում ես սիրո մեջ, սիրում ես, սիրված ես, ամեն ինչ շատ լավ է, աչքով չտանք, ամեն ինչ իդեալական է, կարծում եմ կապ չունի, թե քանի տարի եք սիրում իրար, ինչ ոնց, գալիս է մի պահ, որ մի տեսակ, չգիտեմ, ինձ մոտ այդպես էր, դե արդեն 8 տարի է, հա, որ միասին ենք, կարելի ասել 8 տարի ամուսնացած ենք եւ գալիս է մի պահ, ուղղակի հասկանում ես, որ քո կյանքում, ձեր կյանքում ինչ որ մեկը պակաս է։ Եվ այդ մեկը պիտի գա, արդեն ժամանակն է։ Այդ մեկը, որ գալու է լրացնի ձեր սիրո միությունը եւ ել ավելի ամրացնի ձեր սերը եւ դառնա վկան առավոտյան ձեր սիրո հարատեվության։ Այո։ Դրան զուգահեռ ուզում եմ խոսել Լիլի Մորտո կնոջ էմոցիաների մասին, որ իր մեջ կրում է կյանք։ Խնդրեմ անկեղծ ասած, բժշկի որ գնում եմ, բժիշկը ասում է իմ տեսած բժիշկը ասում է իմ տեսած ամենաադեկվատ հղին ես, ասում եմ Արեգ։
երբ որ ես սկսում եմ ծիծաղել, կանգ չկա արդեն։ Ձեր կյանք գալիս է նոր կյանք։ Մայրություն, կարգավիճակ։ Ինչ եք խոսում։ Ձեր հետ։ Նոր կյանքի հետ ինչ եք խոսում։ Տեսեք, ես ընդհանրապես չէ, հիմա մարդիկ չգիտեմ ոնց կմտածեն, բայց արեք, ես միշտ երևի ավելի շատ մտածում եմ, քան արտահայտվում եմ, քան խոսում եմ, եւ այդ պատճառով ինձ թվում է փոքրիկի հետ էլ նույնը, ես ավելի շատ մտքով եմ խոսում նրա հետ, օրինակ շատերը ովքեր գիտեն մեր մոտ ընկերներից հարցնում են զրուցում ես հետը, ասում եմ մի տեսակ ես որ ձևական բաներ չունեմ, սենց նստես հետը խոսած, դա պետք է սենց ներսից գա։ Ես ավելի շատ կարծես մտքով եւ հոգով նրա հետ խոսամ, հուսով եմ ինքը ինձ այդպես լսում է ու հասկանում է, Չէ, նկատի ունեմ, երբ փոքրիկը որովայնում շարժվում է, հա, այդ ժամանակ ազդակներ է տալիս։ հա, Ո՞րն է Լիլի Մորտոյի արձագանքը այդ ազդակներին։ ես կամ ծիծաղում եմ արեք, կամ էլ հուզվում եմ այդ բա, երկուսից մեկը կապ չունի, չգիտեմ, երևի կախված է այդ պահի էմոցիաներից, կամ հուզվում եմ, կամ ընդհանրապես ես շատ հուզմունքային մարդ եմ, անկախ նրանից, թե էկրանից այն կողմ ինչ են տեսնում, մարդիկ շատ պոզիտիվ եւ ուրախ եմ, բայց նաեւ շատ հուզմունքային եմ, մանավանդ այս կարգավիճակում շատ հաճախակի է լինում, որ ես ասենց անիմաստ տեղը ինչ որ բանից հուզվեմ։ Այս ձեր նոր կարգավիճակը, ձեր էմոցիաները, զգացողությունները ել ավելի է սրել, ել ավելի բուռն եք դարձել։ Կարծում եմ շատ չէ, որովհետև միշտ դրա մասին մտածում եմ, որովհետև շատերն են ասում, երբ որ հղի ես լինում, հա, շատ էմոցիաները, հուզմունքները անընդհատ փոխվում են օրվա ընթացքում։ Կարող է մի պահ ծիծաղես, հետո լացես, հետո ջղայնանաս, սենց ինչ որ էմոցիաներ, դրա համար բժիշկը ինձ ասեց, իմ տեսած ամենաադեկվատ հղին ես երևի, ես ոնց ասեմ, ես չեմ զգում, որ ես իմ մոտ ինչ որ բան փոխվել է, ուղղակի ինքը այնտեղ շարժվում է, խաղում է, խփում է, չգիտեմ ինչեր է անում, պարում է, երգում է։ Ես այդ պահը կամ հուզվում եմ, կամ ուղղակի ես շատ անհամբեր սպասում եմ իրեն, շատ։ Երբևէ հարց տվել ես քեզ ինչու հենց այդ տարիքում։ Արիկ ջան, գիտեք, ես վերջերս ինչ եղավ, սրա մասին ես երևի միայն ամուսնուս եմ պատմել, մեկ-մեկ ինչ որ բաներ է ինձ հետ լինում, ընդհանրապես իմ կյանքում, ասում եմ շատ մարդու չպատմեմ, հանկարծ չասեն էլի գիժա, չնայած ասել միևնույն է, ինձ թվում է ամեն մարդ ինքը սենց ինչ որ ճտիկներ, գժական բաներ ունի, չէ։ Այդ մասով հանգիստ եղեք, ինձ կարող եք հանգիստ ուստահել։ Բոլորը, մանավանդ ոչ հասարակ մարդիկ, ընդհանրապես ես այդպես եմ նկատել, ոչ հասարակի նկատի ունեմ, երբ որ մարդը շատ խորքային է, երբ որ մարդը յուրահատուկ է, հիմա կասեն, հա, դու քեզ մի խոսքով լավ։ Այս վերջերս գիտեք ինչ եղավ, արեք։ Ես ինչպես ասում են հաշվարկներ, հա, այդ հաշվարկներով հասկացել եմ, որ Աստված ինձ երեխա է ուղարկել հայրիկիս մահվան օրերին։ Եվ օգոստոսի 22-23 այդ օրերին, որովհետև երբ որ գնացի բժիշկը ինձ ասեց, որ այդ օրերին է իմ մոտ երեխան ձևավորվել, այո։ Եվ շատ հետաքրքիր բան է եղել, դրանից մոտ 2-3 ամիս առաջ ամեն ինչ ինձ մոտ շատ լավ էր, ամեն ինչ իդեալական էր, ես իմ սովորական օրն էի ապրում, ինչ որ
օրվա վերջում չեմ կարող բացատրել ինչի համար, ինչ ա կատարվել ինձ հետ։ Քնած էինք բոլորս, ես քնից վեր եմ կացել, տնից դուրս եմ եկել, ոչ թե տնից, այլ մեր բակ եմ դուրս եկել, գիշերվա երևի ժամը 2-3-ն էր, ինձ թվում է, հուսով եմ ոչ մեկ չի լսել ինձ, երեխաները չեն լսել, և սկսեցի շատ բարձր լացել ու պապային, չգիտեմ, պապային հիշեցի ու ոնց որ ուզենամ պապայի հետ խոսամ։ Դրանք երջանկություն են, Լիլի։ Դու կարևոր հաղորդագրություններ ես ստանում։ Շատ կարևոր հաղորդագրություններ ես ստանում տիեզերքից եւ ոչ միայն։ Չեք կարծում, որ հայրիկի հետ աղոթքներում եւ նրա հետ առհասարակ խոսելը ոչ միայն աղոթքներում քեզ ուժ ու ապավեն բերեց այս աշխարհ։ Քանի որ ողջ կյանքում ցանկացել ես, որ ուժեղ տղամարդ լինի։ Դու քո հայրիկից չես զգացել այն հայրական ուժը, որ դրա կարիք երբ ունեցել ես։ Այս տարիքում, բայց ձեռք ես բերել էլի Աստծո կամոք մի ուժեղ տղամարդ, որը քեզ լրացնում է ամեն ինչով։ Ու հենց այդ տղամարդն է եկել, որ քո կյանքը էլ ավելի գունավոր դարձնի, որպեսզի դու հիմա ունենաս երջանկության արդյունքներ։ Արեք համաձայն եմ։ Եկել այդպիսի դեպք եղել է, երբ որ ես ընդհանրապես պապային երազից մեջ շատ քիչ է եղել, որ տեսել եմ։ Տեսնելուց էլ միշտ նույն երազն եմ տեսել, որ ինքը ողջ է։ Մի անգամ, երբ որ ես ու Վադիմը դեռ նոր ենք սկսել իրար հետ ապրել, կարծես թե ոնց որ գիշերը կարծես թե հայտնվեց, ինձ նայեց, ժպտաց ու գնաց։ Ոնց որ ասեր ամեն ինչ լավ է, օքեյ է։ Լիլի, դա պատահականություն չի։ Մի հատ սուրճ խմենք կարիք։ Լիլի սարքած սուրճը։ Շատ համեղ սուրճ ես պատրաստել։ Դառն եմ պատրաստել, ոչինչ։ Սուրճը խմում են միայն դառը։ Որ ասում են քաղցր ավելացնեմ, ասում եմ չէ, ես քաղցր մարդ եմ, արդեն ինչ անեմ, քաղցր եմ։ Արեք, մեկ էլ ես կարգավիճակում, եթե սկսում եմ ծիծաղել, անընդհատ ծիծաղում եմ, եթե սկսում եմ լացել, անընդհատ լացում եմ։ Այ այդ մի բանը
չի լինում։ Հիշեցնենք մեր հերոստատիտողներին, որ մենք գտնվում ենք ամերիկյան խաղաղօվկիանոսյան լավագույն ափերից մեկում եւ հենց այստեղ էլ ես եւ Լիլի Մորտոն ունենում ենք գեղեցիկ, հետաքրքիր եւ միևնույն ժամանակ էքսկլյուզիվ զրույց։ Իհարկե էքսկլյուզիվ Արեգ ջան, կարծում եմ այն որ թիթիզ տեսահոլովակներ եմ դնում, թիթիզ ասած տեղը սենց գժական էլի, որ ինձ շատ ա դուր գալիս, ասում են վայ դե հերիքա էլի մի քիչ մեծացի, արդեն հերիքա, մեծացի, մեծ մարդ ես, մեծացի, լրջացի, հա, երեխա ունեցի, էդ էլ ավելացնում են, որ այսինքն, եթե մարդը երեխա է ունենում, շատ հետաքրքիր մտածելակերպ ունեն մեր սիրելի հայրենակիցները, եթե մարդը երեխա է ունենում, արդեն պիտի սենց լինի, նա Արեգ։ Լիլի, մայրությունը եւ երեխան ձեզ փոխելու է։ Արեգ ջան, ես ասում եմ, մեր սիրելի հայրենակիցները դեռ տեղյակ չեն, որ Ինչեր է սպասում երեխային ծննդաբերելուց հետո։ ավելի Ես իրան պատրաստում եմ արդեն, որ ինքը պատրաստի ում մոտ ա լույս աշխարհ գալիս, իրան մաման նախ դաժան մամա, որովհետև ես իրականում Արեգ շատ խիստ մարդ եմ, դաստիարակչական առումներով։ Խստապահանջ։ Այո, օրինակ մեր երեխաներն էլ, հա, մեկ ամուսինս ասում է հերիքա ասես, հերիքա խոսաս, հա, օրինակ, այդ բաների վրա ասեմ, օքեյ, դու մի խոսա, ես որպես մամա թող խոսամ, որովհետև ես սիրում եմ ամեն ինչը ճիշտ, ամեն ինչը արդար, ամեն ինչը իդեալական, մի խոսքով սիրում եմ այսենց պապոլոչկամ, ամեն ինչը դրված, դրա համար, բայց այդ ամեն ինչը ես համ խիստ եմ անում, համ էլ այնպես, որ ինձից ոչ մեկ չնեղանա, ընդհանրապես կյանքում, եթե ինչ-որ մեկի հետ, ես գործի մեջ էլ եմ այդպես Արեգ ջան, շատ շատերը ինձ հետ ովքեր աշխատում են երգի ասպարեզում, թե բեմում, թե դերասանական կարիերայում, արդեն բոլորը գիտեն։ Ինձ հետ աշխատելը իրականում հեշտ չէ, դժվար է։ Ուղղակի ես գիտեմ, ես ինչ եմ ուզում, ինչ է պետք, այսինքն մարդիկ կան, ովքեր գնում են, հա, ինչ որ մի բանի, իրանք չգիտեն ինչի համար են գնում, դեպի ուր են գնում, ինչ են կներեք, ինչ են ուզում, ես գիտեմ ինձ ինչ է պետք, ինչ եմ ուզում, դեպի ուր եմ գնում եւ դրա համար իմ պահանջները ամեն ինչում շատ բարձր է, եթե ինձ համար շատ բարձր է, բայց էլի լսել եմ իմ գոլեգաների կողմից, որ ինձ հետ իսկապես աշխատելը դժվար է։ Ես քեզ արդեն գրեթե 3 տարի է ճանաչում եմ։ Մենք հանդիպել ենք թե Երևանում, թե Միացյալ Նահանգներում մի քանի անգամ, ես հյուրընկալվել եմ ձեր տուն, տեսել եմ Լիլին մեկ այլ պրիզմայով, մեկ այլ դիտանկյունից։ Խոստովանում եմ ձեզ, որ ես պարզապես ապշահար եմ եղել, երբ ձեզ առաջին անգամ տեսել եմ տանը կենցաղային պայմաններում, թե դուք ինչպիսի համեղ պատառներ եք պատրաստում, թե ինչպիսի դիզայներական ունակություններով եք օժտված, ինչպես եք կարողանում համադրել Լիլի Մորտոյի այս կերպարը տեսահոլովակային եւ տանը որպես կին, մայր, բազմազավակ մայր, Այո, երկու հատ էլ կատու, այդ էլի երեխեքի պես պահում եմ իրանց Արեգ։ այո, կատուները դե։ Ինչպես նաեւ խիստ, խանդոտ, խանդոտ, ամուսին։ հա, Ինչպես ես կարողանում այդ ամենը ճիշտ կարողանալ հավասարակշռել։ Դա հաջողվում է միմիային գեր իմաստուն կանանց։ ես ուզում էի ասել, դու գեր բառը չկար իմ մտքի մեջ, բայց իմաստուն բառը կար, Արեգ ջան։ Չգիտեմ մնացածը
դե ոնց են կարծում, ինձ դա այդքան էլ հետաքրքիր չի։ Ես այո, ինձ համարում եմ իմաստուն կին, եւ կարծում եմ միայն իմաստուն լինելու դեպքում կինը կարող է ամեն ինչ համատեղել, փորձել այդ ամեն ինչը դնել կշեռքի վրա, որ հասկանա, որը ավելի վերև գնա, որը ավելի ներքև գնա, որոնք հավասար գնան։ Ընդհանրապես միշտ պատկերացրել եմ փոքր ժամանակվանից, փոքր տարիքից, որ իդեալական աղջիկը, իդեալական կինը պետք է կարողանա կյանքում ամեն ինչ անել, ամեն ինչ հասցնել, ամեն ինչ համատեղել։ Բայց պատկերացնելը մեկ այլ բան է, դրանով օժտված լինելը եւ դա իրագործելը մեկ այլ բան է։ Այդ ամենը անելը, հասցնելը մեկ այլ բան է, դա կարող է շատ շատերի մոտ հրաշալի ձևով ստացվի, բայց դրան զուգահեռ դու կերտես կերպար, լինես ճանաչված հայտնի մարդ ու գերհագեցած ժամանակիդ մեջ կարողանալ այդ ամենը հավուր պատշաճի անել, դրա համար էլ պետք է, չգիտեմ, մեկ այլ տաղանդ երևի։ Այո, Ինչով եւս օժտված եք Լիլի, գեղեցկուհի Լիլի։ շնորհակալություն Արեգ ջան։ Հաջողության համար։ Ես կարծում եմ, ես այդպես ծնվել եմ եւ դրա համար միշտ ինքս իմ մեջ մտածում եմ, թե ինչքան շնորհակալ եմ, որ ես ծնվել եմ հենց այն ընտանիքում, որում ծնվել եմ, որ իմ հայրը եւ իմ մայրն են իմ այդ գեներից եմ ես վերցրել այդ ամեն ինչը, երևի կեսը մամայից, կեսը պապայից կարծում եմ, բայց շատ եմ դրա մասին մտածել եւ միշտ ինքս իմ մեջ ասում Տեր Աստված, շատ շնորհակալ եմ, որ ես այդ ընտանիքում եմ ծնվել, որ ես այսպիսին եմ, անկեղծ ես ինձ համար իրական գեղեցկությունը Արեգ, դա բնավորությունն է, դա ներքին գեղեցկությունն է, դա քո ներկայանալու ձևն է, մի խոսքով, այդ ամեն ինչն է, ոչ թե արտաքին գեղեցկությունը, շատերը մտածում են արտաքին հա այդ ֆուտլյարն է ու կարծիք են կազմում, այո, միշտ այդպես է, ինչպես ասում են, դիմավորում են արտաքինով, ճանապարհում են խելքով, հա։ Այսինքն դուք երկու զենքներ ունեք։ Ես երկու զենքներ ունեմ, բայց դրա մասին շատերը չգիտեն, եւ շատ լավ է էլի եմ ասում, որ չգիտեն։ Երբ հեռացաք Հայաստանից, ձեր անցյալի մեջ կան բաներ, որ թողեցիք հենց անցյալում։ Անցյալի մեջ իմ սիրելի Women's Club-ն է, որը իսկապես կարոտում եմ։ Այնտեղ գտնվող բոլոր իմ ընտանիքի բոլոր անդամներին, ես այդպես ասեմ, կարոտում եմ։ Սկսած նույնիսկ չգիտեմ, այնտեղ մեր բեմի գիտեք են կինը, որ գալիս էր, մաքրում էր, մեր հետ խոսում էր, այո, նույնիսկ իրան, այդ ամեն ինչը շատ կարոտում եմ անկեղծ, բայց եւ հասկանում եմ, որ այդ էջը իմ համար փակված է։ Հայաստանյան էջը փակել եք։ Այո։ Չէ, այնպես է, որ այսպես ասեմ, Արեգ, եթե խոսում ենք կարիերայից, ես միշտ բաց եմ, որովհետև ցանկացած ժամանակ կարող եմ, եթե շատ լավ առաջարկներ լինեն, որոնք իմ սրտով լինեն, ես երբեք չեմ մերժի, կներեք, հա։ Եթե շատ լավ առաջարկներ լինեն, որոնք իմ սրտով կլինեն եւ ինձ արժանի, ես էլ այդ առաջարկին արժանի, ես անպայման չեմ մերժի այդ առաջարկը, կգնամ Հայաստան, կիրականացնեմ պրոյեկտը, հետ կգամ, բայց դեռ Հայաստանից այս 2 տարվա ընթացքում չի եղել այնպիսի առաջարկ, տեղափոխվելուց հետո, որ իմ սրտով լինի, կարիերայի առումով կարող եմ դա ասել, որ ես բաց եմ։ Բաց եք տարատեսակ առաջարկների համար, բայց միևնույն ժամանակ ընտրություն եք կայացնում
եւ հասկանում եք դա ձեզ որքանով է պետք։ Միշտ։ Ինչ է ստացվում, գրեթե 3 տարի այստեղ եք, որևէ առաջարկ ձեզ դեռևս անհրաժեշտ չի եղել։ Մի քիչ անհրաժեշտ բառ է ինքան ճիշտ ասեցիր, Արեգ, միգուցե բացի այն, որ իմ սրտով էլ չի, կամ եթե նույնիսկ ինչ-որ ֆիլմի առաջարկ եմ ստացել Հայաստանից, անկեղծ ասած, այդ ժամանակ իրանք ունեին ժամանակահատված, որ պետք է ֆիլմը այդ ժամանակահատվածում նկարեին, իսկ այդ ժամանակահատվածում մենք պետք է Ամերիկայից դուրս, երկրից դուրս գնայինք եւ հանգստի եւ աշխատանքի, մի խոսքով ես ընտրեցի հանգիստը եւ ընտանեկան մեր ընտանիքի հետ կապված աշխատանքը, այդպիսի պահերել է լինում, որ ես ընտրում եմ ինձ համար այդ պահը, որն է ավելի կարևոր։ Անցյալից խոսք գնաց, ուզում էի նաև համեմատականներ անցկացնեինք։ Անցյալի Լիլի Մորտոն ու այսօրվա Լիլի Մորտոն գրեթե 15 տարի հետ գնանք։ Այդ Լիլի Մորտոյի տարբերությունները այսօր որքանով է ակնառու եւ Լիլի Մորտոն այսօր ինչպես է նայում 5-10 տարի առաջվա Լիլի Մորտոյին։ Կա բաներ, որ կփոխեր, կա բաներ, որ կնյարդայնացներ նրան, իսկ այդ նյարդայնացնող գործոնները որոնք են կոնկրետ եւ դուք դրանք հաղթահարել եք, անցել եք եւ այսօր ձեր կերպարի մեջ մեկ այլ Լիլի Մորտո եք։ Որոնք են դրանք։ 15 տարի առաջ դա գալիս է այն ժամանակ, երբ որ ես գրեթե նոր տեղափոխվել էի Երևան, Կապանից Երևան։ Տեսեք, Արեգ, Կապանում ես ընդհանրապես իմ բնավորությունը նույնն է մինչև հիմա, ինձ մոտ ոչ մի բան չի փոխվել։ Եվ ընդհանրապես ես մտածում եմ, որ մարդը հենց բնավորությամբ է ծնվում, այսինքն բնավորություն դու ոչ թե քո կյանքի ընթացքում կերտում ես, այլ ծնվում ես բնավորությամբ եւ ավելի կատարելագործում ես, եթե իհարկե ցանկություն ունես, ինձ մոտ այդպես է եղել, որովհետեւ ես հիմա նույնիսկ ասեցի, որ հիմա այս կարգավիճակում շատ հաճախակի վերադառնում եմ մանկություն եւ անընդհատ հիշում եմ, անընդհատ մտածում եմ դրվագներ, ինչ-որ բաներ եւ հասկանում եմ, որ ես ընդհանրապես չեմ փոխվել, ես նույնն եմ մնացել։ Պարզապես ինքս ինձ վրա աշխատել եմ շատ բաների վրա, որպեսզի ավելի կատարելագործվեմ, ավելի առաջ գնամ, մի խոսքով։ Նույնիսկ իմ երազանքները չեն փոխվել մինչև հիմա։ Ես հստակ երազանքներով մարդ եմ եղել փոքր ժամանակվանից եւ մինչև հիմա դրանք մնացել են։ Այդ պրոգրեսիայով շարունակվում է։ Այո, այսինքն ես հասկանում եմ, որ ես փոքր ժամանակվանից իմացել եմ ես ինչ եմ ուզում այս կյանքից, ինչի համար եմ եկել այս կյանք։ Դեռ էլի բաներ կան շատ, որ ես շատ կուզենամ իրականացնել, դրանք կապված են այդ երազանքները, նպատակները, չգիտեմ, դրանք կապված են եւ ինձ հետ, եւ իմ երեխաների, ինձնից ծնված երեխաների, որովհետեւ ինձնից չծնված երեխաներին ես շատ սիրում եմ իմ սեփական երեխաների պես, բայց բաներ կան, որոնք դու չես կարող քեզ թույլ տալ, հա, սահմանները անցնել եւ նրանց պարտադրել բաներ, որոնք օրինակ դու ես պատկերացնում կամ իսկ կարծում եմ իմ սեփական երեխային ես կարող եմ պարտադրել եւ նրանից պահանջել այն, ինչը որ ես ուզում եմ ոչ թե ես, այլ ես ուզում եմ, որ նա նրանից ստացվի, այո։ Լիլի, երբ իմացաք, որ հղի եք, առաջին շնորհակալությունը ում հայտնեցիք։ Պապային, Արեգ, որովհետև հենց շնորհակալություն պապային, որովհետև երբ որ գնացի բժիշկը ասեց, որ այդ օրերին է ձևավորվել երեխան, ես նույնիսկ հասկացա, որ այդ էմոցիաները, որոնք ես քիչ առաջ պատմեցի, որ ինձ մոտ եկել են, ես շատ բարձր սկսեցի լացել, գոռալ դրսում, հա, երբ որ
այդ ժամանակ ոնց որ չեմ կարող ասել, ես եմ պապայից ինչ որ բան ուզել, թե պապան է ինձից ինչ որ բան ուզել, ես անկեղծ ասած դա այդպես էլ չհասկացա, բայց հասկացա, որ ինչ որ շատ մեծ ուժ երկրից դեպի դիեզեր գնաց, հետ եկավ եւ առաջացավ այդ փոքրիկը։ Ինչպիսի երախտագիտության խոսքեր դա։ Արեգ ջան, ես ընդհանրապես իմ երախտագիտությունը երբեք չեմ հայտնում խոսքերով, երբեք։ Իմ սիրած տղամարդուն, իմ երեխաներին, ընդհանրապես օտար մարդուն կապ չունի։ Հա, ես այդ եմ ասում, ես չեմ արտահայտում։ Ես մտքերով եմ այդ ամեն ինչը փոխանցում, մտքերով եմ խոսում, չեմ արտահայտում։ Չեք բարձրաձայնում, բայց մտքերով փոխանցում եք այդ էներգետիկան։ Այո։ Բայց շնորհակալական խոսքերը երևի այսպեսին են եղել ներքին իմ հոգու, հա, ես իրար հետ որ խոսում եմ, ես միշտ մտածել եմ, որ ամեն ինչ իր ժամանակին է լինում, հատկապես իմ կյանքում, եւ հայրիկի հետ խոսելուց հասկացա, որ երևի պետք էր ինչ որ բաներ, միգուցե եւ իմ եւ ամուսնուս սերը կամ չգիտեմ, գիտեք, լիքը բաներ կա, էլի հիմա մի քիչ չեմ կարողանում մտքերս ճիշտ հավաքել, բայց բաներ կան, որոնք պետք է ժամանակ անցնի, ավելի ամրապնդվի եւ երևի Աստված էլ հասկանա իմ կողմից ինձ համար իմ հայրը հիմա այնտեղ Աստված է եւ ինքը կարծում եմ ամեն ինչ տեսնում է եւ երեխային ուղարկել է այն ժամանակ, երբ որ պետք էր։ Այսինքն արդեն կարծում եմ ինքը հանգիստ է, որ այո, որովհետեւ ես միշտ մտածել եմ, որ երեխան պետք է ծնվի պարտադիր սիրո մեջ եւ ապրի սիրո մեջ։ Միշտ փոքր ժամանակվանից այդպես եմ մտածել, Արեգ, որ եթե ես ընտանիք կազմեմ, դա պետք է լինի առաջինը եւ վերջինը։ Դա կապ չունի, որ տարիքում պետք է լինի, ընդհանրապես բոլոր աղջիկներին եւ տղաներին էլ եմ ուզում խորհուրդ տալ, որ եթե երեխաների հետ շատ հաճախակի եմ այդ թեմայով խոսում, որ եթե որոշեք ընտանիք կազմել, խնդրում եմ պարզապես մտածեք, որ դա առաջինը եւ վերջինն է։ Վերջ, դա ձեր ընտանիքն է։ Չեմ ասում, գիտեք, ապրես, մտածես, որ դու դժբախտ ես, երջանիկ չես, չէ։ Հենց հարցը նրանումն է, որ դու պետք է ամուսնանաս այնպիսի մարդու հետ, որ հասկանաս, որ նա քո կյանքի երկրորդ կեսն է։ Ես չգիտեմ դա ինչպես պիտի կատարվի, բայց ես ընտրելուց կարծում եմ իմ ինտուիցիան շատ ուժեղ է, շատ։ Ես ընտրելուց այսպես նախ երբ որ տեսել եմ, հասկացել եմ, որ ինքն է, վերջ ինքն է։ Հետո երբ որ հոգեպես ամեն ձև դու ընտրում ես այդ մարդուն, ես հասկացել եմ, որ ես հաստատ սխալ ընտրություն չեմ արել։ Մենք դեռևս ունենալու ենք հետաքրքիր հարցազրույց ձեր ընտանիքի անդամների եւ ձեր ընտանիքում։ Համաձայն եք, չէ՞։ Այո։ Բայց մենք մինչ այդ չբացենք ել ավելի շատ փակագծեր, որպեսզի ընդամենը մի քանի ամիս հետո հանդիպենք, ունենանք հետաքրքիր նյութեր։ Երբ որ ես ուզում եմ հարցազրույց տալ, կամ ես պատրաստ եմ հարցազրույց տալ, ես դա անում եմ այն դեպքում, երբ որ իմ կյանքում ինչ որ բան է փոխվել կամ ինչ որ առաջընթաց կա։ Եթե իմ կյանքում բան չի փոխվել, ես նույն տեղում եմ, ամեն ինչ նույնն է, չեմ սիրում հարցազրույց տալ, որովհետև պատմելու բան չունեմ։ Հիմա Չէ, նկատի ունեմ, որ այդ ամենը պահենք մյուս հարցազրույցի համար, երբ հավաքվի, իսկ առաջիկա ամիսներին վստահ եմ հավաքվելու են նյութերը հետաքրքիր։ Լիլի։ Այո, հաստատ։ Լիլի, հղիության ընթացքում
շատ կանայք ներկայացնում են, որ Այսքան ժամանակ չի շարժվել Արիկ ջան, կներես, ինքը ուշադիր ինձ լսում է, տեսնի իր մաման ինչ ձև է խոսում։ մաման հավասարակշռված խոսում է, միայն սիրո եւ լուսավորի այս ենթատեքստերով չէ միայն, այլ նաեւ դրա խորությամբ։ Մայրը խոսում է սիրո եւ լուսավորի մեծ խորությամբ։ Լսեցի՞ր։ Լսեց։ Վախեր առաջացել են, Փոքր ժամանակվանից իմ արտաքին ամեն մի մանր բանը շատ կարևոր է եղել։ Ես նույնիսկ եթե ինձ վրա ինչ որ քերծվածք է եղել, ես դա ծանր եմ տարել։ Հիմա էլ այդպես, բայց երբ որ դու ինչ որ հզոր ու մեծ բանի, որին շատ ես սպասում, որին արդեն ամեն ձևով պատրաստ ես, ոչ մի բան քեզ չի կարող վախեցնել, խանգարել, չգիտեմ, նեղել, ոչ մի բան, եթե դու դրան ամեն ձևով պատրաստ ես։ Իսկ ես արդեն գրեթե մի տարի է արդեն դրան ամեն ձևով պատրաստ էի, ամեն ձև, մենակ ասում էի արի, 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 եկավ։ բավականին շատ հավասարակշռված պահվածք։ Լիլի, երբ տխուր մտքեր ես ունենում, մռայլվում ես, ուզում ես միայնակ լինես, ուր ես ուզում գնալ, ումից ես ուզում ազատվել, ինչ օդ ես ուզում շնչել, այդ զգացողությունների միջով ինչպես ես անցնում։ Արիկ ջան, խոսում ենք հիմա, չէ՞, հիմա ինչ կարգավիճակում, ինչ կյանքով, որ ես ապրում եմ։ Տեսեք, նախ ասեմ, էլի աչքով չտամ։ Ես տխրում եմ հիմա շատ քիչ։ Մի քիչ լավ չի, որովհետև նայեք, ես քանի որ ինձ համարում եմ տворческий մարդ, տворческий ոնց են, ստեղծագործող, այո, կներեք մեկ բառեր է լինում։ Քավլիցի անհարմար է, հանգիստ խոսեք, Լիլի։ Որ ես ինձ համարում եմ ստեղծագործող մարդ, ընդհանրապես միշտ շատ եմ մտածում, օրինակ, ինչ կարելի է անել, ինչ կարելի է ստեղծել, ինչ կարելի է շատ այդպիսին եմ եղել։ Հետո սիրում եմ դաշնամուր նվագել, ավարտել եմ, կարծեմ թե անցած հարցազրույցին դրա մասին խոսել ենք։ Ես կարողանում եմ նստել, ստեղծագործել դաշնամուրի առաջ այն ժամանակ, երբ որ ես տխուր եմ։ Եթե ես ուրախ եմ, ես չեմ կարողանում նստել եւ ինչ որ բան ստեղծագործել։ Իսկ ես ինձ հիշում եմ երաժշտական տարիներին, երբ որ դաշնամուրի էի գնում, ես ուղակի նստում էի եւ ինչ որ տխուր մելոդիաներ էի, երաժշտություն էի հորինում եւ նվագում։ Ու երգում էի անգլերեն բառերով, չնայած որ անգլերեն այդ ժամանակ չգիտեի կամ լավ չգիտեի, այո, փոքր աղջնակ էի, ինչ որ ու միշտ շատ դանդաղ երաժշտություններ էի հորինում։ Ոչինչ մոտս չի փոխվել, ուղղակի հիմա քանի որ շատ քիչ եմ տխրում։ Հիմա կասեն դարդուցավ չունի, բայց հիմա այդպես է ստացել իմ կյանքը, Արիկ ջան։ Քիչ եմ տխրում, չեմ ուզում եմ նստեմ ստեղծագործեմ։ Ամուսինս ինձ միշտ ասում է, երբ որ դու ինքդ նստես երգ գրես, այդ ժամանակ այդ երգը կբոմբի։ Ասեմ, օքեյ, բայց ես կարող եմ երգ գրել հաստատ, բայց կարող եմ գրել այն ժամանակ, երբ որ ես տխուր եմ, հիմա ոնց անենք, որ ես տխուր եմ, ասում եմ ու էլի ծիծաղում եմ։ Հրաշալի տրամադրության ապահովողը հենց ձեր ամուսինն է։ Ես էլ, Արիկ ջան, ես ամեն ինչը, եթե կյանքում նույնիսկ ինչ որ բարդ իրավիճակներ են լինում, ես շատ արագ փորձում եմ դա վերածել ինչ որ ուրախության, այսպես անցնենք, առաջ անցնենք, հումորի են վերածում, ուրախության են վերածում, որ շատ արագ այդ ինչ որ փոքրիկ եթե լարվածություն նույնիսկ լինի, դա շատ արագ անցնի։ Լիլի, ես առաջարկում եմ քայլենք այս ափամերձ քարայրներում եւ շարունակենք մեր հարցազրույցը քայլելով։ Համաձայն եք։ Արիկ, համաձայն եմ, մենակ պետք է այս կրունկները փոխեմ։
Լիլի, իսկապես հրաշալի վայր ենք եկել, այս քարայրի միջով անցնենք։ Sorry, beautiful. That's Ասեմ ավելի կարակ երազանք պայեք ժողովուրդ։ Այո, 18. բայեցինք երազանք։ Սովորաբար ինչ միացել սիրուն տեղ են գնում, ասում են երազանք պայեք, չէ։ Նախ ողջույն, դոկտոր, պրոդյուսեր Վադիմ Չանգելյանն է մեզ միացել։ Եվ ոչ միայն դոկտոր պրոդյուսեր Արիկ ջան։ Լավ, չփոխանցեմ։ Ինչ եղավ լիր քեզ։ Լիքը ամեն ինչ։ Այո։ Վադիմ ջան, ինչպես ստանձնեցիք Լիլի Մորտո կերպարի պրոդյուսերական աշխատանքները։ Որքանով է դա պատասխանատու, որքանով է դաժան եւ որքանով է ձեզ ոգևորում ամենակարևորը։ Օհ, իհարկե, Լիլի Մորտո կերպարը շատ վառ կերպար է, ինքը այն կերպարն է, որ շատ պրոդյուսերներ կուզենային իր պրոդյուսերը լինեին, բայց երևի պարզ հասկանում եք, որ գարանը գելի բերան հաստատ չենք թողի։ Չէ, իրականում կատակը մի կողմ առաջարկներ շատ ենք ունենում, շատ ենք ունեցել Լիլի մի քիչ դրջացի։ Շատ ենք ունենում, շատ ենք դրջացել։ Այո։ Բայց որոշեցինք փորձենք մեր ուժերով գնանք առաջ։ Դժվար է, պրոդյուսերական աշխատանքը չի ասի հեշտ աշխատանք է, շատ բավականին եթե համեմատենք բժշկի աշխատանքի հետ, գուցե կարելի ասել sense համազոր կարամ մի հարցության վրա դնեմ, որովհետև շատ ժամանակատար է։ Հենց այդտեղից էի ուզում նաև հարց տալ։ Շատ ժամանակատար է։ Բժիշկ, լուրջ վիրահատություններ եք կատարում, միևնույն ժամանակ շոու բիզնես, պրոդյուսերական աշխատանք Լուրջ վիրահատություններ։ եւ Լիլի Մորտո։ Դե Կերպար, որը անզուգական է։ սկսեցինք սկզբից ստեղծել կերպար եւ հետո այդ կերպարը փորձում ենք տանել դեպի վերև։ Ըստ ձեզ, ինչպիսի հաջողություններ եք դուք ունենում այդ պրոդյուսերական կարևոր աշխատանքի մեջ։ Շատ յուրահատուկ է այն բանը, որ ինքը համ հումոր պիտի մեջը լինի, համ այդ բարբի and թիթիզ բանից պիտի դուրս չգանք, հա, որ ես իրեն չեմ պատկերացնում ինչ-որ լուրջ կերպարի մեջ, քանի որ հենց այդպես էլ իրեն ժողովուրդը սիրել են։ Այդպես է մի։ Այո։ Բայց մեր ռուսական երթեր Չէ, ռուսական ավելի լուրջ Ռուսական երգերը ավելի լուրջ հարթության վրա փորձեցինք դնենք, ունենք արդեն առաջի ալբոմը, հա, անցյալ տարի։ Երկրորդ ալբոմը այս տարի կթողարկենք, ուղղակի քանի որ երկրում Ռուսաստանում, հա, պատերազմական վիճակ է, թեպետ չեն ասում պատերազմ, ասում են ոնց են ասած Հակամարտություն, այո։ Ուզում եմ հայերեն գտնել այդ բառը։ So դեռ սարացրել ենք այդ ռուսական պրոյեկտը։ Հարգելի պրոդյուսեր Վադիմ, ինչպիսի բավականություն եք ստանում, երբ աշխատում եք Լիլի Մորտո անձնավորության հետ։ Տանջում է ինձ։ Լիլի։ Չեք պատկերացնի։ Իսկապես Լիլին ամենա դժվար, այն ինքը լավ գիտի իր գործը, տանջի, համ որպես պացիենտ է դժվար, համ որպես այդտեղ էլ է դժվար պատել։ ինքը շատ են անգլերեն ասած picky էլի, ասած ինքը պիտի ամեն ինչը իր ուզածով լինի, սկսված իրեն են հագուստից, մեյքափով, մազերով, այդ ժամեր է տևում, միջև ինքը մի հատ ինչ-որ մի բան պիտի անի։ Երկի, տեսալովակի, ամեն ինչի։ Ամեն ինչ ավելի կարճ է տևում, քան իր պատրաստվել է։ Այդ Հարգելի պրոդյուսեր, Լիլի հետ աշխատելու ժամանակ ինչ էմոցիաներ է ձեզ պատում։ Շատ ջերմ։ Ջեր։ Բարի գրացիական։ Եկեք խոսենք։ Ես ներվային համակարգս անջատել եմ։ Իսկապես։ Այդ աշխատելուց անջատում եմ, տունն եմ թողում, նոր գնում գործել։ Արիքա։ Բայց Լիլին օժտված է հրաշալի լուսավոր բնավորությամբ։ Ես հենց դրա համար էլ ասում եմ։ Համակարծիք եք, չէ՞, որ Լիլի հետ աշխատանքը դա մեծ երջանկություն է։ Այո, թմային աշխատանքի ժամանակ համարյա թմի բոլոր անդամները նույնն են ասում։ Դժվարանում եք ասել, Ինչ ասել։ որ հաճելի է։ Չէ, հաճելի է, շատ հաճելի է։ Որպես պրոդյուսեր, ինչ կպատմեք Լիլիի ծրագրերի հեռանկարների մասին։ Լիլիի կերպարը արդեն ձևավորվել է որպես երգչուհի եւ տեսահոլովակի հետևից հաջողության հետևից։ Տեսահոլովակը վերբեռնում է
YouTube եւ ընդամենը մի քանի օրում միլիոնը գերազանցում է։ Հա, ունեցանք իմիջիայլոց վերջին մեր տեսահոլովակը մոտ 10 օրվա մեջ 1.5 միլիոն դիտում հավաքեցինք։ Հա, ինձ թվում է վատ չի, մեր փոքր երկրի համար ամեն դեպքում հայալեզու շատ քիչ բնակչություն ունենք եւ 1.5 միլիոն հավաքել շատ կարճ ժամանակում ինձ թվում է դա հաջողություն է։ Այս մեր նոր պրոյեկտի առավելությունը նրանում է, որ փորձում ենք 80-ական, 90-ական թվերի հայտնի երգերը, որոնց ներքո մենք մեծացել ենք, հա, գուցե լավ հավեսով ապրել ենք մեր երիտասարդ տարիներին։ Փորձում ենք այդ երգերը հայալեզու թարգմանել, հումորային ձևով, լիլիի կերպարով, իր այս թիթիզ վիճակով ներկայացնել մեր հանրությանը։ Դե արդեն ասացի, որ 1.5 միլիոն 10 օրում դե բավականին ինձ թվում է լավ հաջողություն է։ Ունենք սպասվող նորից երգեր, որոնք մոտ ժամանակները կթողարկենք։ Ասեմ, որ ունեցանք համերգ, մեր բոլորիս կողմից սիրված Արման Աղաջանյանի մենահամերգ չասեմ, այդ մենահամերգն էր, որի ժամանակ մասնակցում էին շատ լավ մեր բոլորիս կողմից սիրված երգիչ-երգչուհիներ։ Իմիջիայլոց այդ համերգի ժամանակ ունեցանք մի շատ գեղեցիկ երգ Երևանի մասին, այո, որը երևի տեսել եք բոլորդ YouTube-ում, չգիտեմ, ես շատ եմ սիրում այդ երգը, չգիտեմ ով ոնց։ Հարգելի պրոդյուսեր, լինելով Ամերիկայի Միացյալ Նահանգներում, բոլորը ասում են, որ այստեղ հնարավորությունները շատ են։ Շոու բիզնեսը զարգացած է, իսկ լինելով հայ ներխուժել ամերիկյան շոու բիզնեսի մեջ, դա մեկ այլ տեսակի ծանր ջանքեր է պահանջում։ Ինչպիսի առաջարկները սովորաբար Լիլին ունենում այստեղ։ Տեսեք, առաջարկներ Լիլիի կերպարը նորից եմ կրկնում, այնքան վառ կերպար ունի ինքը, որ առաջարկներ ունենում ենք, շատ ենք ունենում, բայց ասեմ, որ ահա, դե գիտեք ոնց ցանկացած առաջարկ, երբ որ մենք փորձենք այդ առաջարկը ընդունել, իհարկե մենք պետք է լուրջ պայմանագիր ստորագրենք, այդ լուրջ պայմանագիրը իրականում իրեն կտրելու է թե իր ամբողջ առօրյայից, թե իր առավել ևս հարցազրույցի ժամանակ այո, շատ լավն է։ դե Առավել ևս հարցազրույցի ժամանակ Լիլին հետաքրքիր լուրերով հանդես եկավ, մայրանալու առումով կկտրի նրան, բայց դուք որպես պրոդյուսեր իհարկե կցանկանաք, որ համագործակցել, անընդհատ աշխատել, դա էլ կա մի կողմից։ Ինձ թվում է Լիլին որպես մայր էլ կլինի լավ մայր։ Շուտով նաև մեկ այլ արտիստի պրոդյուսեր։ Քանի որ լավ աղջիկ է, լավ ընկեր է, լավ մայր անկասկած լինելու է։ Չէ։ Չգիտեմ տղա է ունենալու թե աղջիկ, բայց գիտեմ, որ եթե աղջիկ լինի, շատ թիթիզ, եւս մեկ թիթիզ իր կերպարով մեկին է մեծացնելու։ Վազիմ ջան, Լիլի ջան, խոսենք առաջիկա պլանների մասին։ Քանի որ Լիլի մորտոյի կարգավիճակը ինչ որ ձևով փոփոխվում է, ինչ եք պատրաստվում անել։ Դուք տեղյակ եք։ Դե կշարունակենք նույն ոգով, բայց ուրիշ կարգավիճակ։ Ես օրինակ ժամանակավոր հանգիստ կտայի։ Չէ, Արիկ ջան, նայեք հիմա։ Բայց ինքը ուզում է դաժե այդ կարգավիճակում ինքը իդեաներ ունի, որ ինքը ուզում է այդ վիճակով թե տեսահոլովակ նկարի, թե ինչ որ համերգ տա, ես չգիտեմ, ինձ թվում է, որ գուցե ավելի լավ կլինի հանգիստ տա, բայց ինքը ամեն դեպքում իրեն հանգիստ տվող մարդկանցից չի։ Հաստատ հանգիստ չի նստելու տեղը։ Ամեն բար ես անընդհատ տարբեր մտքեր եմ ունենում, տարբեր իդեաներ եմ ունենում, պետք է այդ ամեն ինչը հասցնել իրականացնել։ 20 տարեկան չեք էլի, Արիկ ջան, 40 տարեկան ենք արդեն։ Եղջի, ես բոլորին ասեմ 22 ես։ Հետաքրքիր է, շատ հետաքրքիր է։ Նա Արիկ ջան, ես մանավանդ հիմա այս կարգավիճակում իմ էներգիան 2-3 անգամ շատացել է, չնայած նրան, որ ես մի շատ էներգիա եմ ունենում, հիմա ավելի շատ է եւ այդ էներգիան պետք է ճիշտ օգտագործել։ Եվ համոզված եմ, որ ձեր համագործակցությունից ել ավելի լավ արդյունքներ կունենանք, գեղեցիկ տեսահոլովակներ, Լիլի կերպարը ել ավելի կզարգանա եւ ել ավելի գրավիչ կդառնա։ Տեսնենք։ Ոնց
Ոնց է տեսնենք։ Էլ ավելի գրավիչի վրա ասում ա տեսնենք։ Կարծում եմ, որ շնորհակալություն հայտնենք ձեր դոկտոր, պրոդյուսեր Վադիմ Չանդրյանին եւ շարունակենք մեր զրույցը, համաձայն եք։ Այո, համաձայն եմ։ Փոքրաչափ շնորհակալ եմ, որ միացաք մեզ։ Ես գնացի։ Ձեր գիտելիքները փոխանցեցի։ Մինչ գնալը հնարավոր է ես միկրոֆոնը վերցնեմ Վերցրեք։ եւ ամրացնեմ եւ շարունակենք։ Ձեզ լավ զրույց, լավ եղեք։ Կհանդիպենք։ Կհանդիպենք, գնացինք։ Լիլի, ասում են, որ Ամերիկան կնոջ երկիր է։ Այստեղ դու որպես կին ինչ զգացիր, ինչ չէիր զգացել Հայաստանում։ Այն ազատության մասին բարձրաձայնվող, այն շռայլության մասին, դու տեսար այդ ամենը, դրա ականատես է եղավ Արեք, Ամերիկայում։ կարծում եմ Հայաստանում ավելի ազատ էի, քան այստեղ, որովհետև այստեղ ապրում եմ ընտանեկան կյանքով։ Ես ամուսին ունենալը դա հեշտ բան չի, Արեք ջան։ Բոլոր ազատությունները արդեն վանդակի մեջ են։ Բայց Բոլորը, չէ, փորձում ենք պայքարել։ ձեր տեսահոլովակները երբ ես նայում եմ, հասկանում եմ, որ քեզ տրված է բոլոր տեսակի ազատությունները։ Ինչի մասին երազեր յուրաքանչյուր աղջիկ Հայաստանում ապրող։ Հա, այդպիսի տպավորություն է, Արեք։ Սխալ է, հա, տպավորությունը։ Չէ, ամեն տեսահոլովակ նկարելուց պայքարում ենք, Արեք, որ ազատությունը լինի։ Լիլի, ինչի միջով եք անցել այսքան ժամանակ Ամերիկայում եւ չեք բարձրաձայնել։ Երբ որ կինը ամուսնանում է եւ երբ որ կինը ամուսնու համար միևնույն չէ, սիրում է, խանդում է, ինչը փոխադարձ է իհարկե, հեշտ չէ, շատ դժվար է, ամեն տեսահոլովակը նկարելուց, ամեն մի բան նկարելուց անցնում ենք Տարտարոս փշոտ ճանապարհ։ այո, Լիլի, պատերազմի միջով։ Լիլի, եթե հնարավորություն ունենայիք ձեր տանջանքները, ձեր ծանր օրերը, ձեր զսպած անքուն լացով հեղեղված գիշերները այս ծովին հանձնելու կհանձնեիք, թե կպահեիք ձեզ։ Չէ, կպահեի Արեք, ինչի, որովհետև հենց դրանց այդ ամեն ինչի միջով անցել եմ, դրա շնորհիվ է, որ հասել եմ ինչ-որ կետի, դրա միջոցով է, դրա շնորհիվ է, որ ուժեղ եմ, դրա շնորհիվ է, որ իմաստ ունեմ, դրա շնորհիվ է, որ երջանիկ եմ հիմա։ Ինչպիսի տպավորությամբ ենք հրաժեշտ տալիս այս օվկիանոսին։ Շատ բարի, պոզիտիվ, ուրախ տրամադրությամբ Արեք։ Հրաժեշտ տանք օվկիանոսին եւ գնանք քայլելու։ Գնանք մեր ապագա երազանքների հետևից։ Շարունակում ենք նկարահանման երկրորդ հատվածը եւ Լիլիի ավտոմեքենայով սլանում ենք դեպի Բևերլի Հիլզ։ Լիլի, ինչպես անցավ մեր այսօրվա օրը։ Շատ լավ, շատ պոզիտիվ, ուրախ, հետաքրքիր, անակնկալներով, ինտրիգներով։ Լիլի, առհասարակ գիշերները ինչպիսի կյանք եք փորձում անցկացնել, ունենալ, ավելի շատ սիրում եք գիշերները զբոսնել, թե սիրում եք տաք խարույկի մոտ նստել, ասմունքել, երգել։ Շատ տարբեր Արեք։ Ընդհանրապես չեմ սիրում, որ օրերը միանման են լինում,
մտածում ենք անընդհատ եւ ոչ միայն ես, ընդհանրապես ընտանիքի անդամներն էլ են տեն, սիրում ենք ամեն օր ինչ որ հետաքրքիր գոնե մի ամեն օրվա մեջ մի հետաքրքիր բան լինի, դրա համար ինչ որ բաներ ենք պլանավորում, ուր գնանք, ինչ անենք, հաճախակի ճանապարհորդում ենք, եթե երկրից դուրս չէ, ապա գոնե երկրի ներսում, Ամերիկայի Միացյալ Նահանգներում ինչ որ տեղեր ենք փորձում գնանք, էլի որպեսզի հետաքրքիր լինի, թեկուզ 2-3 օրով օրինակ հանգստյան օրերին, քանի որ մեր ընտանիքի հայրը շատ է աշխատում, պետք է մի քիչ իր գրաֆիկին համապատասխան ապրենք, եթե կարելի այդպես ասել, այնպես որ հենց ունենում ենք ազատ ժամեր, ազատ օրեր, պարտադիր ինչ-որ ձևով հետաքրքիր ենք անցկացնում։ Ի վերջո, երկար ճանապարհորդությունից հետո հասանք Բևերլի Հիլզ։ Դեռ կապանից այո ունեի հոլիվուդյան երազանք, փոքր ժամանակվանից, փոքր տարիքից։ Ուղղակի եկել եմ Ամերիկա եւ իմ հոլիվուդյան երազանքները քիչ թե շատ փլուզվել են։ Փլուզվել է։ Այո, ինչի համար, որովհետեւ երբ դու արդեն մոտիկ ես այդ ամեն ինչին, սկսում ես ավելի խոր ուսումնասիրել, ոչ թե ավելի երազկոտ ես մոտենում այդ ամեն ինչին, բայց ավելի խորն ես սկսում ուսումնասիրել, երբ որ սկսեցի ավելի խոր ուսումնասիրել ամերիկյան արտիստների դերասանուհիների, այո, երգիչուհիների, չէ, դոկումենտալ ֆիլմեր շատ նայեցի, նրանց կյանք ուսումնասիրեցի ու հասկացա, որ ես ինչքան էլ ցանկանամ, ես չեմ կարող իրենց կյանքով ապրել։ Հարցը այստեղ ամենևին նա չի դու հայ ես, թե ամերիկացի ես, անգլերեն խոսում ես, թե չես խոսում, ընդհանրապես ոչ մի բան կապ ունի քո մտածելակերպը։ Այսինքն դու պատրաստ ես շատ բարդությունների միջով անցնել, աչք փակել, սկզբունքներին դեմ գնալ։ Այո։ Մանավանդ եթե մենակ չես, եթե ընտանիքի հետ ես, եթե ամուսնացած ես, առավել ևս եթե փոքրիկ ես սպասում։ Այո, բայց դա ես մի քիչ այլ ձև եմ մտածում, ես կարծում եմ, որ փոքրիկի հետ էլ դու կարող ես հասնել մեծ երազանքների, փոքրիկը երբեք քեզ չի խանգարի, հակառակը ինձ թվում է ավելի շատ կօգնի, բայց արդյոք դու պատրաստ ես լիքը բան ոտնահարել, լիքը մարդկանց վրայով քայլել, ինքդ քո վրայով քայլել, որպեսզի հասնես մի երազանքի, որը էլի եմ ասում, այդքան էլ չարժի։ Այո։ Եվ գերադասեցիր ինքնուրույն այստեղ կայանալ։ Ինքնուրույն քայլեր անել, այո, աճել, բարձրանալ վերև, գնալ առաջ, ինչքան որ հնարավոր է առանց մինչև Հոլիվուդ հասնելու։ Երբ խոսում ենք Ամերիկա, միանգամից շատերը ասում են, որ Ամերիկան հնարավորությունների երկիր է։ Այստեղ հեշտ է կայանալը։ Այստեղ դուք ինչ արգելքների բախվեցիք, հիասթափությունները որոնք եղան, ինչ հասկացաք, որ դրսից մեկ այլ ձև է հնչում, երբ հասնում ես այստեղ, առերեսվում ու հանդիպում ես մեծ պատերի։ Արեք, տես, եթե ճիշտն ասած, երբ որ մենք տեղափոխվեցինք Միացյալ Նահանգներ, ես էլի մի քիչ բան նկազեմ, տենց չգիտեմ, շատերի համար ոնց կհնչի, ես մենակ չեմ եկել, ընտանիքի հետ եմ եկել, ամուսնուս հետ, երեխաների հետ, եւ փառք Աստծո, դժվարությունների միջով չեմ անցել այստեղ գալուց։ Միգուցե եթե մենակ լինեի, մենակ գայի, միգուցե չէ, հաստատ շատ մեծ դժվարությունների կհանդիպեի, շատ մեծ դժվարությունների միջով կանցնեի ինչ-որ բանի հասնելու համար, բայց քանի որ այդպիսի խնդիրներ չկան, փառք Աստծո, էլի
դժվարություններ հետևում են մնացել։ Խոսենք Լիլի Մորտոյի այն ստեղծագործական կյանքի եւ ընթացքի մասին, որը նախատեսում է իրականացնել հենց Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Ինչով ես փորձում կյանքդ լցնել այսօր եւ ինչով ես հիմնականում զբաղված այսօր։ Ինչ ենք արել Ամերիկա տեղափոխվելուց հետո, մինչև դա ինձ թվում է մենք հարցազրույց արել ենք արդեն բարձ է, Ամերիկա տեղափոխվելուց հետո իմ ստեղծագործական կյանքում ինչ է փոխվել, ինչ եմ արել եւ ինչ եմ պատրաստվում անել։ Մեկ ալբոմ ենք թողարկել ռուսական երգերի հավաքածուով, ոչ թե հայկական։ Հայկական երգեր կարծեմ թե անցած տարի չենք թողարկել։ Այս տարի թողարկել ենք 2 հայկական երգ տեսահոլովակով, որոնք շատ մեծ արձագանքներ ունեցան, շատ մեծ դիտումներ ունեցան։ Իմիջիալոց այդ տեսահոլովակի այդ երգի միտքը իմն է, այնտեղ ընդգրկել եմ իմ փոքր ժամանակվա ամենասիրած մուլտֆիլմից մի փոքր հատված։ Կարող ենք լսել համապատրաստից այդ հատվածը կարող ենք հենց հիմա լսել։ Երգ ինքը գիտես ոնց արի, ոտքերով խաչեր եմ գնում եւ ցերեկը եւ գիշերը այսօտար երկրում։ Այդպես։ Հրաշալի։ Հետո երգը հիշում եք 90-ականների Կոկո Ջամբո երգը։ Այո։ Մենք այսպիսի հետաքրքիր ծրագիր ենք մտածել, որը իմ սրտով է եւ ինձ հոգեհարազատ է, քանի որ բայ դուք մեզ խանգարում եք։ Քանի որ ես 90-ականների 2000-ականների երգերի շատ մեծ ֆանատ եմ եւ սիրահար, մինչև հիմա ես այդ երգերն եմ լսում արեք։ Ես ուզում եմ այդ երգերը նորովի մի քիչ հայերեն ձևով, հայերեն լեզվով հանդիսատեսին մատուցել, որպեսզի մարդկանց մեր սիրելի հայրենակիցների մոտ, հա, եւ ոչ միայն մեր հայրենակիցների մոտ, ասենց ինչ որ դեժավյուի հետաքրքիր պահեր կան, որ երգը լսելուց հուսով եմ, ինչ որ բաներ հիշեն իրենց ջահել տարիքից, հա, այդ թվականներին, մի խոսքով, այդպիսի բան եմ ուզում անել, հետաքրքիր հաճելի։ Նման էքսպերիմենտների դեպքում ինչպիսի արձագանքներ եք ստանում, ինչպիսի մեկնաբանություններ են թողնում ձեզ։ Տեսեք, արեք, քանի որ շատերը չեն հասկանում, թե ես ինչ եմ ուզում անել, երևի քիչ-քիչ որ անեմ կհասկանան։ Հիմա արդեն 2 բառով ասեցի ինչ եմ ուզում անել։ Սկզբում նախ ներողություն եմ խնդրում, որևէ մեկը չէր սպասում ձեզանից, որպեսզի դուք երգեիք։ Հա։ Women's Club-ից տեղափոխվեցիք երգարվեստ։ Այո։ Սկսեցիք երգել, սկսեցիք տեսահոլովակներ թողարկել, միանգամից ռուսական երգերով։ Չէ, թողարկել եմ 3 հայկական երգ՝ Լիլի, Զիլինա ու Օլիգարխը։ Զիլինան ո՞րն էր։ Զիլինա, ովա Լիլինա։ Հետո նոր անցանք արդեն ռուսականներին։ Անցնենք հա փողոց, եթե դեմ չեք։ Անցնենք, արեք ջան։ Լիլի, երբ այդ էքսպերիմենտները արեցիք, մեր հայրենակիցները տարատեսակ մեկնաբանություններ թողեցին։ Այո։ Ինչպիսի արձագանքներ ստացաք։ Եվ թողնում եմ։ Այդ նման ձևով շարունակելու մասով։ Ինչպիսի արձագանքներ ստացաք։ Այսպիսի արձագանքներ մոտավորապես։ Տհաս։ Քավլիցի Լիլի։ Չէ, իհարկե ոչ բոլորը, բայց քանի որ նայ Արիկ ջան, իրականում 90%-ը լավ մեկնաբանություններ են, 90%-ը լավ արձագանքներ են։ Միայն չգիտես թե ինչու մեր Facebook հայությունը շատ չարացած է եւ շատ չարացած է։ Եվ շատ չարացած է։ Եվ շատ չարացած է։ Շատ չարացած է, Արիկ ջան, մեր Facebook-հայությանը ես ինչ որ ձև ուզում եմ փոխել, փորձում եմ շփվել նրանց հետ, մի քիչ մեղմացնել նրանց դարդերն ու ցավերը, բայց ինչու եք հատկապես փորձում Լիլի։ Հումորային տեսանյութերով, փորձում եմ sense հումորային տեսանյութեր տեղադրել, նույնիսկ տնից։ Տոլմայի ամանորյա տեսանյութը։ Հիմա էլ բլինչիկինը, Արեք ջան, չգիտես, հիմա էլ բլինչիկինը
տեսնենք հաջորդը որներն էլ։ Այ հենց այդպիսի տեսանյութերով ես փորձում եմ իրենց առօրյան ավելի թեթևացնել։ Լիլի, այդ մեկնաբանությունները, որ կարդում եք, ձեզ դրանք նյարդայնացնում են, թե դուք պարզապես շատ հետաքրքիր եւ հաճելիորեն արհամարում եք այդ ամենը։ Չէ, Արիկ, իրականում առավոտյան արթնանում եմ, սուրճ խմելուց նայում եմ մեկնաբանություններին, հատկապես Facebook-յան մեկնաբանություններին։ Որպես դեսերտ, հա, մեկնաբանությունները։ Այո, ինչի համար, որովհետև իմ օրը վիտամին C-ով սենց ապահոված է, հա։ Այնպիսի դրական եւ բացասական կոմենտներ, նույնիսկ բացասական կոմենտների վրա ես ծիծաղում եմ, որովհետև այնպիսի բաներ են գրում։ Ձեզ մոտիվացնում են այդ բացասական այո, մոտիվացնում են։ Ինձ մոտիվացրել են եւ մինչեւ հիմա մոտիվացնում են, որ օրինակ ասում են, այ դու չես կարա, այ քո մոտ չի ստացի, տենց Լիլի, որտեղից եք ժառանգել եւ սովորել այդ անընդհատ ապացուցելու, այդ առաջ գնալու, ել ավելի ճանաչված լինելու, ել ավելի հայտնի լինելու այդ կարողությունը։ Արեք, ինձ թվում է ժառանգել չգիտեմ, որովհետև չգիտեմ դա ժառանգել է թե ոչ, դա բնավորության գիծ է, կարծում եմ։ Դա մեծ կամքի ուժի շնորհիվ է, որ անկախ ամեն ինչից, անկախ վատ կյանքից, անկախ վատ մեկնաբանություններից, անկախ դժվարություններից, դու ուզում ես ավելի առաջ գնալ, դու ուզում ես ավելի մեծ բաների հասնել կյանքում։ Դա իմ կարծիքով մեծ կամքի ուժի հզոր բնավորության բան է, ովքեր ունեն դա։ Իսկ ձեզ համար այսօր նշмарվում է այն հիմնական կետը, որին դուք երազում եք հասնել եւ ասել վերջ, ես հասա, ես իմ առաքելությունը կատարեցի։ Չէ, Արեգ, որովհետև իրականում ես վախենում եմ դրանից, որովհետև իմ բնավորության համաձայն չեմ կարողանում տեղս նստել։ Ես պարտադիր, եթե ես մի օր ինչ-որ մի բան ավել չեմ սովորում կամ չեմ ստեղծում, ես այդ օրը համարում եմ իմ համար կորած օր։ Ես գոնե ամեն մի օր գոնե մի փոքր բան պետք է իմ կյանքում ավելացնել ի նկատի ունեմ կրթության առումով, ի նկատի ունեմ ինչ որ վերև բարձրանալու համար ինչ որ բան ավելացնել։ Համառ եք։ Համառ եմ, հա, բայց չեմ կարող ոտնահարել լիքը բաներ, չեմ կարող ոտնահարել մարդկանց, բայց ճիշտ ձևով առաջ գնալու համար, այո, համառ եմ։ Կամակոր եք։ Տեղ-տեղ, այո։ Ենթարկվող եք։ Տեղ-տեղ, այո։ Հիշաչառ եք։ Չեմ կարծում, չէ, ինչ որ բաներ կան կյանքում, որ դրանք երբեք չեմ մոռանում, բայց ես դա երևի հիշաչարություն չեմ համարի, այլ ինչ որ գլխի ուղեղի մտքերի մեջ մի sense փոքրիկ տեղ զբաղեցնում են։ Ինչը կարող է հիասթափեցնել Լիլիին։ Ինչը կարող է հիասթափեցնել։ Մի քիչ շատ sense պրիմիտիվ միգուցե թվա, բայց դավաճանությունը, ամեն առումով դավաճանությունը մարդկանց կողմից, երեխաների կողմից, ընկերների կողմից, ամեն առումով դավաճանությունը։ Մեր օրերում հատկապես ինչն է հունից հանում ձեզ։ Չարությունը։ Ինչ կուզենայիք մարդկանց մեջ սերմանել։ Բարություն, Արեգ։ Որտեղից պետք է սկսել։ Ամեն մեկը ինքն իրենից պետք է սկսի, ամեն մեկը պետք է իր ներքին աշխարհից սկսի աշխատի իր ներքին աշխարհի վրա, աշխատի իր բնավորության գծերի վրա, որպեսզի կարողանա մի բան փոխել առաջինը իր մեջ, հետո արդեն աշխարհում շատ բան կփոխվի։ Այսօր Լիլին ինչի պակասն ունի։ Ինչի պակաս բարության, Արեգ, ուր պտտվում եմ գալիս է դրա շուրջ, անկեղծ, որովհետև շատ, դա ոչ միայն իմ մասին է, այլև շատ
իմ կարծիքով կայացած մարդկանց, ոչ միայն արտիստներին, ընդհանրապես կայացած մարդկանց, եթե դու կայացած ես ինչ-որ բանում, եթե դու կայացած ես որոշակի չափով կյանքում, եթե դու լավ ես ապրում, եթե դու գեղեցիկ ես, եթե դու իմ հետ կապված չեմ ասում, ընդհանրապես, եթե դու հարուստ ես, եթե դու երջանիկ ես, եթե դու քո մոտ ամեն ինչ լավ է, ապա քեզ ամեն կողմից միայն չարություն է գալիս, չգիտես ինչի։ Մարդիկ չեն սիրում, որ քո մոտ ամեն ինչ լավ է, չեն սիրում, երբ դու երջանիկ ես, երբ դու կայացած ես, երբ դու հզոր ես, սիրում են, որ գիտես, այդ միջին մակարդակի վրա մնաս, շատերի նման։ Առաջիկա ամիսներին ինչ սպասենք Լիլի Մորտոից։ Բացեք բոլոր թագագծերը։ Բալիկի առաջինը արենք, ինչպես արդեն խոսել ենք շատ, մասնագիտական ամենակարևորը, մասնագիտական այս տարի կթողարկեմ ևս մեկ ռուսական ալբոմ, անպայման, որովհետև երգերը գրեթե պատրաստ են, վերջնական աշխատանքներ պետք է տարվեն, անպայման կթողարկեմ հայերեն երգեր, տեսահոլովակներ, առայժմ այն, ասում եմ, այն ինչը հիմիկվա դրությամբ պլանավորել ենք, հիմիկվա դրությամբ կա, իսկ թե ինչ է պատրաստել ինձ համար ճակատագիրը եւ Աստված, դա թող մնա այսպես առայժմ այսպես, հետո բոլորս կիմանանք, ես էլ ձեր հետ միասին։ Երբ խոսում ենք երազանքի մասին, առաջինը ձեր միտքը ո՞րն է գալիս։ Ընդհանրապես երազանքի։ Ձեզ համար, շատ արագ ենք պատասխանում։ Հա, անկեղծ երազանք ինձ համար եղել է երեխա ունենալը, հիմա այդ երազանքս կատարվելու է, ապա հիմա չգիտեմ, չեմ կարող ասել, իմ ուղեղը միայն զբաղված է դրանով։ Իսկ եթե կարիերային երազանքներ եք ասում, դրանք նպատակներ երևի, հա, դրանք շատ են, որոնք իրականացնելը իմ ձեռքերում է եւ եթե ես իսկապես ցանկանամ հասնել դրանց, ես դա անպայման կանեմ։ Եթե մի քիչ թերանամ, չհասնեմ դրանց, ուրեմն դա իմ բաց թողումն է, ես եմ թերացել։ Բայց դուք ըստ ձեզ համառ եք ու կամակոր։ Ես համառ ու կամակոր եմ եւ հաստատ գիտեմ, եթե ինչ որ բաների ուզում եմ հասնել կյանքում, անպայման հասնում եմ։ Ինչ ուզեցել եմ իմ կյանքում լինի, դա եղել է, ինչ ուզում եմ դեռ ընթացքի մեջ է։ Այո, ընթացքի մեջ է կլինի։ Եվ ամենակարևորը եւ ամենավերջում ձեր երկրպագուներին, այն մարդկանց, որոնք ձեր կողքին են, որոնք սիրում են ձեզ, որոնք ուշով հետևում են ձեզ, սիրում են ձեր երկարվեստը, ամենտեղ ձեզ գովում են։ Մեր հաղորդումը հիմնված է միայն բարության վրա, մենք լույս ենք տալիս, թող բոլորը վարակվեն այդ լույսով, դուք էլ լուսավոր կերպար, բարի կերպար, դրական էներգիաներով լեցուն կերպար, Լիլի Մորտոն այդ ամեն ինչի հետ է ասոցացվում։ Այ հենց դա էլ ուզում եմ փոխանցել մեր սիրելի հայրենակիցներին, հանդիսատեսին, հեռուստադիտողին, երկրպագուներին, հետևորդներին, ուզում եմ այս դրական էներգիան փոխանցեմ ձեզ, որպեսզի նոր տարի է սկսվել։ Այո, 2026 թվականը իր ընթացքը ազդարարել է արդեն։ Այո, ուզում եմ, որ լինեք ավելի կամեցող, ավելի բարի, ավելի անկախ ամեն ինչից, անկախ դժվարություններից, ավելի թեթև նայեք ամեն ինչին, ավելի թեթև ապրեք եւ հավատացեք, եթե ամեն ինչին ավելի պոզիտիվ նայեք, ձեր կյանքը միայն պոզիտիվով լցված կլինի, սեփական փորձից եմ ասում։ Եթե ուզում եք ձեր կյանքը պոզիտիվով լցված լինի, ամեն ինչին պոզիտիվ նայեք։ Մի առիթով ասել է Լիլի Մորտոն, շնորհակալություն, որ այսօր մեզ հետ եք։ Շնորհակալություն նաև ձեզ, Լիլի, ինչպես նաև ձեր դոկտոր պրոդյուսերին, որ միացավ մեզ, ունեցանք հետաքրքիր, գեղեցիկ զրույց, հարցազրույց։ Շատ շնորհակալ եմ, Արեգ։ Եվ ամենակարևորը, ես շնորհակալություն եմ հայտնում ձեզ, որ ձեր կյանքի կարևորագույն իրադարձությունները վստահեցիք հենց Արեգ TV-ի։ Ձեզ մաղթում եմ արևշատ եւ երջանկավետ օրեր։ Շնորհակալություն։ Փոխադարձ։ Այսպիսին էր այսօրվա տեսլականը։ Զրուցակիցս հյուրս
հիասքանչ դերասանուհի, երգչուհի, դիզայներ, իրավագետ, չքնաղ մի անձնավորություն Լիլի Մորտոն էր։ Հետևեք մեզ, շնորհակալություն ուշադրության համար, բաժանորդագրվեք մեր ալիքին, որպեսզի ել ավելի կարևոր հաղորդումները չկորցնենք։ Գնանք։ Այո, գնացինք։